Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, պատրաստում եմ ձեզ եմ ներկայացնում իմ նրբաբլիթների բաղադրատոմսը, որը շատ հեշտ է պատրաստվում և շատ նուրբ ու եթերային թերթիկներ են ստացվում, այնպես որ մնացեք մինչև վերջ, որպեսզի նայեք, շատ հեշտ, շատ արագ է պատրաստվում, ոչ մի արտառոց բան չկա, իսկ արդյունքը տեսնում եք ինքներդ ինչքան նուրբ նրբաբլիթի շերտեր են ստացվում։ Մեզ հարկավոր է ձու։ Ես այստեղ պատրաստում եմ 2 չափաբաժին, բայց կգրեմ ներքևում 1 չափաբաժնի բաղադրիչները։ Դուք արդեն որոշեք ինչքան եք ուզում պատրաստել։ Մի անգամից ձվերը ջարդում եմ ամանի մեջ, մեզ հարկավոր է բուսայուղ, հարկավոր է կաթ, ջուր, մի պտղուն ծաղ և ալյուր, այսքան բաղադրիչները, ոչ մի ավել բան մեզ հարկավոր չի, և հարիչ, կարող եք միքսերով հարել, որպեսզի գնդիկներ չլինեն, կարող եք ձեռքի հարիչով հարել, հետո, ինչպես ես եմ անելու, կտեսնեք հետո քամել, որպեսզի գնդիկներ չմնա մեջը, արդեն դուք որոշեք։ Հիմա կհարեմ ձվերը և բոլոր բաղադրիչները հերթականությամբ կավելացնեմ, ավելացրեք այնպես, ինչպես որ ցույց եմ տալիս։ Բոլոր բաղադրիչները նույն ջերմաստիճանն ունեն, և ջուրը, և կաթը, բուսայուղը, բնականաբար ձվերը և ալյուրը, բոլորը նույն ջերմաստիճանն ունեն, պետք չի գոլ կաթ ավելացնել, գոլ ջուր ավելացնել։ Հերթականությամբ այսպես ավելացնում եմ և հարիչով հարում եմ։ Ընդամենը 5 րոպե և արդեն նրբաբլիթների խմորը պատրաստ է, բնականաբար ձեռքի հարիչով ես այդքան էլ շատ չեմ հարել, մի փոքր գնդիկներ կան։ Եվ դա խնդիր չէ, հիմա քամիչով այդ ամբողջը կքամեմ, մինչ ես քամում եմ, արդեն նրբաբլիթների տապակը դրել եմ, որպեսզի տաքանա, որովհետև պետք է շատ լավ տաքացած լինի, եթե լավ տաքացած չլինի, առաջին, երկրորդ բլինչիկի շերտերը լավ չի ստացվի, դրա համար դրեք թող տաքանա, մինչ որ խմորը կքամեք։ Վերջ, խմորս պատրաստ է, հիմա սկսում եմ լցնել, հենց առաջին սա նրբաբլիթն է, հիմա կտեսնեք ոնց կստացվի, լավ կլինի թե ոչ, բայց այդքան էլ կարևոր չի, եթե առաջինը չստացվի, մարդիկ կան, որ առաջինը հենց չի ստացվում, հիմա տեսնենք, բայց այս խմորով ինձ թվում է ձեր մոտ ոչ մի խնդիր չի լինի և շատ հեշտությամբ կարող եք պատրաստել։ Քանի որ մեր նրբաբլիթները պետք է լցոնեմ մսով, մի կողմը լավ եփում եմ, իսկ մյուս կողմը այսպես ուղղակի չեմ կարմրացնում, եփում եմ, բայց չեմ կարմրացնում, որովհետև այդ սպիտակ մասը պետք է անենք դուրսը, իսկ այն եփած մասը պետք է անենք ներսը և լցոնենք մսով։ Այստեղ չփորձեցի նկարեմ, որպեսզի տեսահոլովակը այդքան էլ երկար չլինի, լցոնելու պահը ինձ թվում է խնդիր չի լինի և բոլորդ էլ կկարողանաք այդպես։ Եվ երկրորդը ու այդպես շարունակաբար, 2 թավայով ավելի հարմար է, բայց հիմա իմ մոտ 1 թավա է, 1 թավան մեծ է, չեմ ուզում տարբեր լինի չափերը, դրա համար մենակ սրանով կանեմ, բայց երկուսով շատ հեշտ է լինում։ Վերջ, շատ հեշտ ու արագ պատրաստվում է, հուսով եմ կպատրաստեք, կկիսվեք մեկնաբանություններում ոնց ստացվեց ձեր մոտ, դե ինչ, ես կավարտեմ այսօր տեսահոլովակը, շատ կարճ էսպիսի փոքրիկ տեսահոլովակ, որպեսզի դուք էլ կարողանաք հեշտությամբ նայել և հեշտությամբ պատրաստել, սպասում եմ ձեր արձագանքներին։ Հաջողություն, մինչ նոր հետաքրքիր և համեղ բաղադրատոմսեր։